տալու փոխարեն կառավարության շենք, դաշտ է տալու փոխարեն հետո։ Ես այսօր համ լաթիկ եմ վերցել, համ ջուր եմ վերցել, համ էլ գլխարկ եմ վերցել, որ նստեմ, մինչև իմ փողոտա ես տանեմ այդ 5 երեխեքից ուտելիք առնեմ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղցրաշնցի խաղողագործներին այսօր հերթական անգամ խոստացավ. մթերված խաղողի պարտքը շուտով կվճարվի։ Շաբաթվա սկզբին արարատցի խաղողագործներին վարչապետը նույն խոստումն արդեն տվել էր։ Ցույցի մեկնարկից մոտ 1 ժամ անց Հովիկ Աբրահամյանը գյուղացիներից մի քանիսին իր մոտ հրավիրեց ու վստահեցրեց. գումարը հենց այսօրվանից կսկսի վճարվել։ Մեր հույսը ինքն է, որ հանդիպենք, մեր նպատակը այդ էր հիմնականում։ Այսի 10-ի վերջի գումարը տալու։ Իսկ մաս են տալու թե մի անգամ։ Չէ, երևի 2 կամ 3 պատոկով։ Մթերված խաղողի պարտքը մարելու պահանջով քաղցրաշնցի խաղողագործներն այսօր վաղ առավոտից էին կառավարության շենքի մոտ հավաքվել։ Տեղի գինու գործարանը վարձակալած Վինար ընկերությունը նրանց ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Պարտքի մարմանը նաև հարևան գյուղերի բնակիչներն են սպասում։ Գյուղացիներն այս ամիսների ընթացքում մի քանի անգամ նույնիսկ միջպետական ճանապարհը փակեցին, սակայն գումարը այդպես էլ չստացան։ Այսօր գյուղացիները սպասում են այդ 2 կոպեկին, գարուն է եկել, լույսի փող են ուզում, փող են ուզում, ջրի վարձ են ուզում, մենք պետք է հակենք այդ գումարները։ Ոչ մեկ քաղաքաշինի գործարանը չի որ չի տվել, մենք Ռոշանը չի տվել, օրենքի գործարանը ամեն օր գալիս ամեն 10 օրում եք զանգում եք, ասում եք 10 օր հետո նորից կզանգեք, 10 օր հետո զանգում եք, ասում եք 7 կզանգեք։ Գյուղացիներն իրենց այդ չվճարված գումարի կտրոններն էին բերել, պատմում էին, որ միջոցներ չունենալու պատճառով գյուղատնտեսական աշխատանքները շարունակել չեն կարողանում։ Այդ ոնց է, ինչ է նշանակում նոյեմբերի 15-ից գյուղացու հարկերի վրա 0.15% հարկ է գալիս, այս կառավարությունը չգիտի նոյեմբերի 1-ից։ Այս կառավարությունը չգիտի, որ ռոռոկման ջրերին պարկենք ջուր չեն տալիս։ Սա այս գյուղացին հիմա եկել է, այսօր աշխատանքի ամենաեռուն շրջանն է, ոչ մեկն էլ չի աշխատում։ Սրանից քաղաքացին էլ է տուժվելու, որ ասում են մենք էլ ենք հայ։ Այ գիտեք ինչի մար եմ ասում, վաղ է դեղսն ու ծիրանը ըլելու է 2000 դրամ, որտեղ ոչ մեկ չի մշակում։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ մարտին իր մոտ էր հրավիրել գործարանատերերին ու հորդորել խաղողի պարտքը մարել մինչև ապրիլի 1-ը։ Գյուղացիների խոսքով հորդորելը քիչ է, գործարաններին աջակցել է պետք։ Գործարանի ղեկավարը հենց է ներկայացնում, ասում է, ես գյուղնախարարը ինձ ստիպել է, ինձ ասել է, ընդունել եմ հիմա թողան կողս կայնել։ Բայց ոչ մեկն էլ իր կողը չի կայնել։ Խափին, բերին, այս գյուղնախարարը, բեր այդ խեղճ մարդու, գցես կրակը, թողես գնաց։ Հիմա այդ խեղճ մարդը անգելա կրակը, սրանք սաղ ելել են ավետիտ եմ, ավետը մեղավոր չի։ Այս երկրին կատեր, գյուղնախարարը նստել է կաբինետում ասում է, գյուղատնտեսության 15% աճ։ Այ ինչ աճ։ Եթե այդ աճը ես իմ թեմերի վրա չեմ զգում, ես չեմ տենում։ Գյուղնախարար, դու ո՞նց ես խացրել 15% աճ, լարի տեմս բացատրի, ո՞նց է ելել։ Այդ ինչ աճի մասն ես խոսած, եթե իմ ընտանիքը սոված է։ Ես սոված եմ ինքը աճից է խոսալ, աճից է խոսալ։